Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինիին։ Փոխվարչապետը առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակներում Հայաստանում գտնվելու կարևորությունը։ Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է ձևավորված կառուցողական փոխգործակցության կարևորությունը, դրա շրջանակներում համաձայնեցման ենթակա հարցերի արդյունավետ կարգավորման և երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնման նպատակով։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 7-ին բավարարել է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի օգոստոսի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ։ Վճռով անվավեր է ճանաչվել Երևան քաղաքի Բագրատունյաց և Մասիսի փողոցներին հարող 4935 քառակուսի մետր մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 26 միլիոն 789 հազար դրամ։ Դատախազության պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է, ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի 96-րդ կետին 1000 նոր սոցիալական բնակարանների ստեղծմանը։ Մեր նախարարությունն ունի սոցիալական բնակարանային ֆոնդ։ Այս պահի դրությամբ մոտ 200 բնակարան ունենք, պլաններ ունենք շատացնելու մինչև 1000, որպեսզի տրամադրենք այնպիսի ընտանիքների, որոնք ունեն դրա կարիքը, ասել է նախարարը։ Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ ցանկը և պայմանները փոփոխվելու են, աշխատանքն ընթացքի մեջ է։ Բազմաթիվ նախկին պետգույքի շենքեր հիմա վերափոխվում են սոցբնակարանների, ինչպես նաև կոնցեպտ ենք մշակելու, թե ինչպես ստեղծենք նաև նոր բնակարաններ։ Սա մեր հերթական կարևոր ծրագիրն է մեր խոցելի քաղաքացիների համար, որոնք ժամանակավորապես կապրեն սոցբնակարաններում, որպեսզի հետագայում կարողանան մշտական բնակարան ունենալ։ Ծրագիրն արդեն սկսված է, մանրամասնել է Թորոսյանը։